Պարոն Հովհաննիսյան, այսօր այստեղ է գտնվում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից կազմակերպված բողոքի ակցիայի։ Նախ կխնդրեմ ներկայացնեք ինչ ակնկալիքներ ունեք ԱԳՆ-ից եւ դատախազությունից։ Ընդհանուր առմամբ վերջին ժամանակներս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի պահվածքը եւ նրա վերջին հայտարարությունը իհարկե զայրույթ եւ զարմանք է առաջացրել, զարմանք այդպես չեն կարող ասել, բայց զայրույթ է առաջացրել մեր ժողովրդի մոտ եւ հենց բողոքի ակցիան այդ նպատակով է ուղղված, որտեղ վերջին ժամանակներս ԱԳՆ-ն շատ է սիրում, որպեսզի իրենց պատասխանատվությունը գցեն ուրիշների վրա եւ այդպիսով խուսափել պատասխանատվությունից եւ խուսափել արցախայցյան իրավունքների այն պաշտպանությունից, որը այսօր մենք բարձրացնում ենք եւ պարզապես որպեսզի ձեռքերը լվանա եւ իրենք որևէ հարցով չզբաղվեն, ինչ վերաբերում է Արցախայցյանը, Արցախի հայ բնակչությանը, ինչ վերաբերում է մեր թե հավաքական վերադարձի, թե ռազմագերիների, թե մշակութային ժառանգության խնդիրների։ Նաև պահանջագրերի կետերից մեկը այն է, որ պահպանվի Արցախի նյութական մշակույթը եւ ընդհանրապես Արցախի ողջ մշակույթը եւ սրան զուգահեռ, բայց մենք տեսնում ենք, որ Վատիկանում տեղի է ունենում գիտաժողով, քրիստոնեությունը Ադրբեջանում ձեր գնահատականը։ Արցախի ուրեմն հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմական խորհուրդը հայտարարություն է տվել, ինչպես գիտեք, դատապարտել ենք այդ ամենը եւ դատապարտել են նաեւ թե ուրեմն գիտական ուրեմն հիմնարկներ որոշ եւ թե հասարակական կազմակերպություն, բայց պետության արձագանքը չկա։ Մենք քանի որ ինչքան որ մենք գիտենք, Հայաստանի Հանրապետությունը ունի Իտալիայում դեսպան, ունի Վատիկանում դեսպան եւ քար լռություն։ Այդ ուրեմն այդ ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեր դեմ, ինչպես ես նշել էի, վարում է հիբրիդային պատերազմ եւ այն է մշակութային ժառանգության յուրացումը, որը իհարկե նոր չի, բայց այսօր նոր թափ է առնում եւ փորձում են այդ յուրացումը լեգիտիմացնել, հրավիրելով ուրեմն նաև օտարերկրյա մասնագետների, իդեպ ասեմ, որ այդ օտարերկրյա մասնագետները երբ որ ցանկը նայում եք, այսինքն ծրագիրը նայում եք, բացառությամբ 1-2 անվան, իսկ ասեմ նաև որոշները իրենց անունը եղել է, բայց իրենք չեն մասնակցել ի նշան բողոքի, բայց անունը մնացել է ծրագրում, ինչևէ, բացառությամբ 1-2 ուրեմն բանի, 1-2 այդպես անունների, մնացածը ասենք խոսել են ընդհանուր դավանաբանական խնդիրներից, միջմշակութային կապերից եւ որևէ, ասենք այդպիսի արձագանք չի եղել։ Ահա այս է հիմնական խնդիրը, ասեմ նաեւ, որ հիմնականում այդ այսպես կոչված քրիստոնեություն Ադրբեջանում խոսել են հիմնականում ադրբեջանցի ուրեմն մասնակիցները եւ ուդիական համայնքի որոշ ներկայացուցիչներ։ Այսինքն սա շատ ավելի PR ակցիա էր, բայց զարմանալի է, որ դա այդ ամենը տեղի ունեցել Վատիկանում, իհարկե իրենք չեն եղել կազմակերպիչը, բայց դա իրենց ուրեմն պատասխանատվությունից, իրենց պատասխանատվությունը դրանից չի ուրեմն չի ուրեմն ոնց ասեմ, լավ լինի բառը։ Պատասխանատվությունից իրենք դա չի նշանակում, որ պետք է պատասխանատվությունից խուսափել եւ պետք է հստակ աշխատանք տարվի, որպեսզի այդպիսի դեպքերը ժամանակից շուտ կանխվեն։ Մենք իմանում ենք այդ օրը ուրեմն գիտաժողովն է եւ հենց այդ օրը իմանում ենք եւ ասեմ ձեզ, որ սա նույնպես տեսնում ենք, որ մեր արտաքին դիվանագիտական կորպուսի այսպես ճակերտավոր աշխատանքի արդյունքն է։ Եվ նշեցիք, որ հայկական կողմից քար լռություն է, ինչու այսօր չի արձագանքում։ Դա պետք է հարցնել ի վերջո լրագրող եք, մի անգամ հարցում արեք արտաքին գործերի նախարարության, թե ի վերջո իրենք ինչ են անում հայկական մշակութային ժառանգությունը Արցախում փրկելու նպատակով։ Սա է հիմնական ուրեմն հարցը եւ սա եւ թող պատասխանեն, տեսնեն մի քանի, այսպես ասենք, հերթապահ հայտարարությունից, այդ նույն հայտարարությունները հերթապահանում են նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններ, այսինքն հերթապահ հայտարարություններ որևէ իրական բան կա, որպեսզի ուրեմն գոնե ինչ-որ ձևով կանգնեցնել այն մշակութային էթնոցիդի քաղաքականությունը, որը այսօր կիրառում է Ադրբեջանը Արցախում։
Ամենայն դեպս ես չեմ տեսնում, եթե դուք տեսնում եք, կարող եք ինձ հուշել։